Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, հատկապես արտաքին եւ հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով ես որևէ դրական ակնկալիք չունեմ հայ ազգի եւ հայկական պետականության համար, քանի որ երբ մենք Նիկոլ Փաշինյանին դիտարկում ենք որպես հայկական պետականության շահերը ներկայացնող գործիչ, մեր մոտ սկսվում է տրամաբանական խրթին իրավիճակ ու չենք հասկանում, թե ինչու է նա այս կամ այն քայլը անում այդ երկու երկրների հետ կապված, հատկապես Թուրքիայի հետ կապված, բայց երբ Նիկոլ Փաշինյանի քայլերը սկսում ենք դիտարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի տեսանկյունից, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Նիկոլ Փաշինյանը արդեն տևական ժամանակ է հայտարարում է, որ 180 աշնանով փոխելու է կամ փոխել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի առումով, հատկապես խոսքը վերաբերում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, որից հրաժարվել է, նա մոռացել է բնականաբար Արևմտյան Հայաստանը, այնտեղ չէ ասել էր, որ Արաքսից այն կողմ արդեն մենք դիտարկում ենք որպես Թուրքիա, այդ մարդը, ասենք, տարական գիտելիքների անգամ չի տիրապետում, որովհետև, ասենք, Արևմտյան Հայաստան կոչվածը դա մեր օրինացը չէ, հա։ Պետք է ուղղակի գրականություն կարդալ եւ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Ամենևին էլ եթե դու Արևմտյան Հայաստան ես ասում, նկատի չունես, որ հավակնություններ ունես այդ տարածքների նկատմամբ ու ինչ որ ագրեսիա ես փորձում կիրառել եւ այլն եւ այլն։ Այդ մարդը այդքանը չի պատկերացնում կամ շատ լավ պատկերացնում է, ուղղակի վարում է այնպիսի քաղաքականություն, որը բավարարի Էրդողանին եւ Ալիևին։ Ես ավելին ասեմ, մտահոգություններ կան առայն, որ կարող է սկսվել օրինակ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ հայ-թուրքական սահմանին, որի մասին արդեն խոսք եղել է այնտեղ հրաչակ հանդիպումների ժամանակ հայ-թուրքական, իսկ դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ շատ հնարավոր է, օրինակ մենք հիմա գտնվում ենք Գյումրիում, Շիրակի մարզում, Շիրակի մարզից որոշ հատվածներ Թուրքիան ակնկալի, որ պետք է, այսինքն ոչ թե ակնկալի, այլ պահանջի ուղղակի, որովհետև տևական ժամանակ սահմանազատում չի եղել սահմանագծում, կարծեմ վերջինը սովետական միության շրջանում է եղել, եւ այդ իրավիճակում, ասենք, մենք կարող է հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի այսպես հանձնվողական զիջողական քաղաքականությունը, օրինակ ես հեչ լավ կանխատեսումներ չունեմ, որ այդ սահմանագծումից ու սահմանազատումից հետո կարող է Հայաստանի համար ինչ-որ օգտակար բան լինի։ Ես ամենևին դեմ չեմ այդ գործընթացին, եթե ասենք արժանապատիվ ղեկավարություն, արժանապատիվ իշխանություն ունենայի, այդ նորմալ գործընթաց է, բայց սրանց պարագայում ես կարծում եմ, որ լավ բան սպասել չի կարելի Հայաստանի շահերից ելնելով, այ իրենց շահերի տեսանկյունից հավանաբար իրենք նաև Թուրքիայից փորձում են իշխանությանն է խոսքը վերաբերում Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ ստանալ։ Մենք ակնհայտ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը արևմուտքի հետ չունի այն հարաբերությունները, ինչ քարոզում են, կամ ամենևին հարաբերություն չկա էլ այդտեղ, հա, հարաբերությունը ենթադրում է գետնի վրա ինչ որ գործընթացներ, նույն Եվրոպայի Միացյալ Նահանգների հետ կապված իրականում չկա, Ռուսաստանի հետ փչացրել է հարաբերությունները, հետեւաբար Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչ թվում է հավանաբար նա այնտեղ փորձել է նաև ստանալ Էրդողանի աջակցությունը իշխանությունը պահելու հարցում, առավել եւս որ մենք գիտենք, որ 21 թվականին Էրդողանը իրեն օգնեց, որպեսզի նա մնա իշխանության Հայաստանում իր հայտարարություններով, հիշում եք գլխավոր շտաբի հետ կապված այդ գործընթացը։ Ես դա այդ գործընթացը չէի կապի այդքան շատ Թուրքիա գնալուց առաջ, բայց չեմ բացառում, որ Էրդողանին հաջողանալու համար օրինակ եկեղեցու մի վնաս տա կամ ասենք ինչ-որ մի քաղաքական միավորի, որը այդքան էլ Թուրքիայի քիմքին հաջող չէ, բայց ամեն դեպքում ինքը այս ամբողջը եկեղեցու հետ կապված, ընդդիմության հետ կապված այդ արշավները, հետապնդումները, բռնաճնշումները շատ վաղուց էր սկսել եւ սա ես պայմանավորում եմ Նիկոլ Փաշինյանի վախերով, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես տուրք տալով իր վախերին քաղաքականության մեջ հիստերիկ քաղաքական շարժումներ է անում, իսկ հիստերիան, ինչպես գիտենք, դա վախի ամենավառ արտահայտությունն է եւ դա թուլության նշան է։
երբ մարդ նման ջղաձգումներ է անում, ու նշանակում է, որ ինչ-որ բանից վախենում է, ինչ-որ բանից անհանգստացած է, եւ նման արտահայտություն է գտնում, որ Հայաստանը սարքում է մի այլասերված բռնապետական երկիր, բոլոր ոլորտներում համատարած մարդու իրավունքների, դեմոկրատական արժեքների խախտումներ են, չկա ոչ մի արժանապատվություն ուժայինների գործողությունների մեջ, եթե խոսքը վերաբերում է քաղաքական հետապնդումներին, ու այս ամենի հիմնական պատճառը իմ նշած առաջի հարցի ժամանակ, որ նշեցի, որ ինքը 180 աստիճանով փորձում է փոխել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, դա միայն արտաքին քաղաքականության խնդիր չէ, այլ նաև մտածողության խնդիր է, նա խփում է հայ ազգի ինքնության առանցներին, որից մեկը եկեղեցին է, տեսեք, եկեղեցու հետ կապված ինքը ինչ խնդիր է լուծում, առաջի երկրորդ չասենք, բայց այսպես հերթականության ներկայացնենք, առաջինը հեղինակազրկել հայ առաքելական եկեղեցին որպես ինստիտուտ հոգևորականների միջոցով, ինչ-ինչ հայտարարություններ անել, պիտակավորումներ տալ, հասնել կաթողիկոսի փոփոխությանը կամ չհասնել, դա էական չէ հիմա Նիկոլ Փաշինյանի համար, ամենաէականը դա եկեղեցին որպես ինստիտուտ հոգևորականներին վարկաբեկելն է, քանի որ մնացել է ըստ էության եկեղեցին, որը որպես ինստիտուտ հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի այս թուրքական շահերը սպասարկող քաղաքականության դեմ, եւ ժողովրդի շրջանում բավականին մեծ ազդեցություն ունի եկեղեցին հասարակական քաղաքական գիտակցության առումով, նաև հետեւաբար խնդիրներից մեկը այդ եկեղեցու հեղինակազրկումն է, ցավոք սրտի երկու բան կարող եմ այստեղ արձանագրել, մեկը ցավոք սրտի, մյուսը բարեբախտություն, Նիկոլ Փաշինյանի այս արշավներից հետո եկեղեցու հեղինակությունը հասարակության մեջ բավականին բարձրացել է, նույնիսկ այն մարդիկ, որոնք չեզոք էին վերաբերվում եկեղեցուն եւ հոգեվորականներին, ուղղակի չեն կարողանում հանդուրժել այս ամեն ինչը եւ ակտիվ քաղաքական դիրքորոշում են հայտնում, իսկ ցավոք սրտին որոշակի առումով նա կարողացել է հատկապես այն մասաների մոտ, ովքեր բացասական վերաբերմունք ունեին հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, սակայն չէին արտահայտում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, աղանդավորական շարժումներից սկսած, վերջացրած, չգիտեմ, կոսմոպոլիտներով եւ այլն, հիմա ասենք ավելի բարձր են գոռում, ավելի այսպես կեղտոտ բառապաշարով են սկսում եկեղեցու մասին խոսելու եւ դա հրապարակային։ Սա իմ կարծիքով անթույլատրելի է, բայց պետք է այս ամեն ինչի հետ հաշվի նստենք։ Նիկոլ Փաշինյանը կարող եմ ասել, որ որոշակի առումով փորձում է հեղինակազրկել եկեղեցուն, հոգևորականներին, բայց այս պահին արձանագրենք, որ հասարակության մեջ եկեղեցու հեղինակությունը բավականին աճել է, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավականին ասֆալտային է, մարդիկ ինքը ամեն օր կորցնում է իր վարկանիշից, ինչքան ինքը կորցնում է, այնքան այն ինստիտուտի մարդկանց դեմ խոսում է ինքը, այդ մարդիկ շահում են, այդ տեսանկյունից նայենք նաև այս գործընթացները։ Նիկոլ Փաշինյանը շտապում է Ալիևից ստանալ ինչ-որ թուղթ, որի վրա գրած կլինի խաղաղություն եւ դա ծախի ժողովրդի այն հատվածին, ովքեր դեռևս հավատում են Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, բայց Իրան-Իսրայել այս հակամարտությունը ելի հետաձգեց այդ թղթի ստորագրումը եւ կախված է այն հանգամանքից, թե ինչ հանգուցալուծում կունենա Իրան-Իսրայելը, դրանից ելնելով կարող ենք ասել Նիկոլ Փաշինյանը խաղաղության կհասնի Ադրբեջանի հետ իր պատկերացրած խաղաղությանը, թե ավելի լուրջ գործընթացների մեջ ներգրավված կլինենք, իմիջիայլոց խաղաղության այդ թղթի ստորագրումը ամենևինը չի նշանակում պատերազմ։ Սխալ ընկալում կա, հա, որ եթե չստորագրի, ուրեմն պատերազմ կլինի, ամենևին նման բան չի ենթադրում այդ թղթի չստորագրումը, այս առումով դա կախված է Իրան-իսրայելական հակամարտության հանգուցալուծումից, նաև նա փորձելու է բավարարել Ալիևի որոշ պահանջներ ներքաղաքական հարթությունում, մեկը նշեցինք, ասենք եկեղեցուն հեղինակազրկելը,
որը կարծում եմ Ալիևի պահանջներից մեկն է, մյուսը վերաբերվում է սահմանադրական փոփոխություններին, էլի կրկին Ալիևի պահանջով եւ կարծում եմ, որ նա փորձելու է դա անել, բայց շատ ռիսկային է իր համար, դրա համար կդժվարանամ ասել 100% այդ քայլին կգնա թե չէ։ Ընդդիմության նկատմամբ շարունակելու է բռնաճնշումները բնականաբար չեզոքացնելով ակտիվ օբյեկտիվ հիմքերից իշխանությանը քննադատող քաղաքական ուժերի նկատմամբ եւ դաշտը փորձում է մաքրել 26 թվականի ընտրություններից առաջ, եթե հասանք այդ ընտրություններին, թե ինչ կանով կստացվի եւ դաշտը մաքրել այն աստիճանի, որ այսինքն մնան այդ 26 թվականի ընտրություններին ՔՊ-ն եւ ինչ որ սատելիտ շատ խոցելի ընդդիմադիր ուժեր, որոնց հախից Նիկոլ Փաշինյանը կկարողանա գալ, բայց շատ դժվար գործընթաց է Նիկոլ Փաշինյանի համար, կարծում եմ, որ ինքը բավականին բարդ խնդիրների առաջ է կանգնելու։